Արևմտահայ սահմանադրական շարժումը, որին գուցե մենք առանձին հաղորդում նվիրենք 1850-ականների վերջին, հասնելով որոշակի արդյունքի, այնուամենայնիվ 1860 թվականին սեփական հայկական համայնքի կողմից վերջնական վերնախավի վավերացումը ստանալուց հետո, Կոստանդնուպոլսի հայոց ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո 63 թվականին սուլթանական վավերացումը ստացավ որոշակի փոփոխություններով եւ սահմանափակումներով։ Եվ սա ամենևին էլ չէր երաշխավորում արևմտահայության համար հստակ լուծումներ, որովհետեւ հայկական համայնքի ուսման կայսրության հայ բնակչության քաղաքական որոշումները 80% եւ ավելի ձայնով կայացնելու էին Պոլսի հայության էլիտան, ովքեր որ այս կամ այն ձևով փոխկապակցված էին սուլթանական վերնախավի հետ եւ նրանց չէին հետաքրում առանձնապես արևմտյան Հայաստանի հայերի շահերը։ Նրանք նույնիսկ իրենց վեր էին դասու արևմտահայությունից, շատ հաճախ գնահատելով արևմտահայությանը իբրև գեղչկական զանգված, որից իսկապես արդեն օտարվել էին եւ ավելի ինտեգրվել էին թուրքական վերնախավին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։